Համար սպասելի էր ամեն դեպքում, որ հնարավոր է մի օր ձեր տունը։ Ես sense ասեմ, բոլորս էլ սպասում ենք այդ վիճակին, որովհետև ընդհանուր առմամբ երկիրն է այդպես վիճակի մեջ հայտնվել, սա մենակ անձի խնդիրը չի, Թևանյանի խնդիրը չի կամ այլ գործի մարդու խնդիրը չի, սա ընդհանուր երկրի վիճակն է։ Երբ որ երկիրը sense վիճակի մեջ է հայտնվում, իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը, իր մոտ առաջանում է վախ հանրության կողմից։ Եվ այդ վախը կոմպենսացնելու համար մարդիկ փորձում են վախի մթնոլորտ ստեղծեն, սերմանեն հանրության մեջ։ Ես դրանով եմ պայմանավորվում։ Այսինքն որպեսզի հետ պահեն քաղաքական հետագա պահեն հետագա քաղաքական գործընթացներից։ Այս ամբողջ ձերբակալությունները, կանոնավորումները, շինծու մեղադրանքները, դրա արդյունքն է։ Պարզ չի։ Դա բնորոշ է բոլոր բռնատիրական, բռնապետական ռեժիմներին, երբ որ իրանք փորձում են կայանալ։ Խոսքի ազատությունն է փորձում սահմանափակվել, վախի մթնոլորտ են փորձում սարքել, հիմնել։ Սա օբյեկտիվ process է, նույնիսկ եմ կրկնում։ Այլ խնդիրը, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե այս ամեն ինչը չկանխվի, սա շատ տխուր հետևանքներ կարող ունենա հասարակության համար։ Մենք ժամանակին խորհրդային միության ժամանակ տեսել ենք 37 թվականին ինչ կատարվեց։ Հիմա նույն process-ը կարա շարունակվի եւ խորանա, եթե հանրությունը չստացվի, չհասկանա, չգիտակցի, որ պետք է կանխել այս ամենը։ Սա լուրջ process է։ Պարոն Գոզյան, մենք գիտենք, որ դուք այն քաղաքագետն եք, որը որ 44-օրյա պատերազմից ընդամենը օրեր առաջ ասում էր, որ օրերի խնդիր է պատերազմը սկսելը։ Եվ ձեր կանխատեսումը ըստ էության իրականություն դարձավ։ Այսինքն 1 քայլ, երբեմն 7 քայլ առաջ տեսնելու։ Այս կարգի գործողությունները ձեր դեմ ինչ որտեղ նաև ձեր կանխատեսումները, այսպես ասած, պատդնելու, սահմանափակելու, ձեր խոսքի ազատության դեմ ուղղված գործողություններ են։ Գիտեք, ես չեմ կարծում, որ անձամբ մենակ իմ մասին է խոսքը, ընդհանուր առմամբ մթնոլորտն է այդպես։ Այսինքն իրանք փորձելու են նման տիպի քայլեր անել բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ ակտիվ դիրքորոշումներ ունեն, ովքեր որ քաղաքական գնահատականներով են հանդես գալիս, ովքեր որ պոտենցիալ վտանգ են ներկայացնում այս իշխանությանը, շատ հասկանալի վիճակ է։ Որովհետև ձեզանից առաջ նաև Ղամոզյանի հարցում չէ եղավ այդպիսի մի սահմանափակում էլ իրեն դրեցին Ալենին, այսինքն դու այսպես շղթա է, որը կարծում եք շարունակել։ Այո, իհարկե դա շղթա է, եւ կարծում եմ, որ դա մենակ մեզ չի վերաբերում, այլ բնապես բոլոր։ Տեսեք, քանի հոգի է ձերբակալված, կանոնավորված կամ հետապնդվում, այս պատահական բնույթ չի կրում այս ամենը սա։ Այսինքն սպասենք, որ նաև կշարունակվեն այս ամենը, այս գործողությունները այլ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ եւս։ Չնայած նրան, որ արդեն ես կարծում եմ, որ դա անխուսափելի է լինելու, եթե նույնիսկ եմ կրկնում, եթե մեր հասարակությունը չստացվի, քաղաքական վերնախավը չստացվի, մարդիկ չհասկանան, որ այս ամեն ինչին պետք է կանխել, ոչ թե մեծ ակլորի պես խոսալ, բան այս կողմեն կողմ, այլ ռեալ մեխանիզմներ կարողանալ ստեղծել, որպեսզի կարողանալ կանխել այս process-ը, դա շատ վտանգավոր process է։ Աշխարհում տարբեր բռնապետական երկրներում հենց տենց է սկսվել բռնապետության կայացումը։ Մենք դեռ բռնապետական համակարգում չենք ապրում։ Այս որ հիմա ինտերվյու եմ տալիս, դուք էլ կարողանում եք ազատ ինտերվյու վերցնել, դեռ ուկայմային բանում ասում մենք դեռ մոտ էլ բռնապետական համակարգ չկա, բայց այդ process-ի մեջ է, եթե մեր քաղաքական վերնախավը չստացվի, այդ ես մտածողությունը չվերանա, բոլորը հասկանան, որ կոնսոլիդացված մթնոլորտ է պետք ձևավորվել, բոլորը հասկանան, որ հանրությունը պետք է իսկապես համախմբված լինի, համոզված կարող եմ ասել, որ ինչ-որ մի փուլում արդեն դուք էլ չեք կարող այդ ինտերվյուներ վերցնել։ Իսկ այդ կոնսոլիդացումը ինչպես եք պատկերացնում, որովհետև հայտարարվել է քաղաքական ուժերից մեկի կողմից, որ ընդդիմադիրները պետք է միավորվեն, ընդհանուր հանրահավաք իրականացնեն, այս դեպքում ես չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ, չեմ ուզում գնահատականներ տալ այդ թեմայի շուրջ։ Պարզապես պետք է ես մի ձևակերպեմ, լրջանալ է պետք։ Ես այդ միտումը պետք է մի կողմ դնել, որովհետև այդ եսը խանգարում է ընդհանրապես հանրությանը համախմբան համար։ Եվ երբ որ մարդը, ասենք, քաղաքագիտական պատկերացում չունի, ամոթ չի, որ ինքը կողքից խորհուրդներ ստանա եւ ճիշտ լուծումներ տա։ Բացարձակապես ամոթ չի եւ այդպես ասած ուշել չի, որ տենց բան արվի։ Բայց երբ որ դու եսը շարունակում ես եւ այդ արդյունքում մարդիկ տեսնում են, որ նպատակը չի հասնում, մարդիկ հիասթափում են ամբողջ քաղաքական դաշտից։ Սա շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Սա մենակ անձերի մասին չէ վերաբերվում, առանձին քաղաքական ուժերին չէ վերաբերվում, դա հանրությանն է վերաբերվում, մեր ժողովրդին է վերաբերվում, մեր պետությանն է վերաբերվում։ Մայր Հայաստանն է թիրախում, թե ուղղակի ազատ խոսող մարդիկ։ Ես կարծում եմ, որ
ազատ խոսող մարդիկ են թիրախում եւ մասնարարպես Մայր Հայաստանը, որտեղ Մայր Հայաստանի լիդերի նկատմամբ այս հետապնդումը գնում, բոլորս տեսնում ենք թե ինչ մակարդակի փաստացի կարելի ասել որ շինց ու մեղադրանք ընտրություններից ընդամենը 2 օր առաջ այդ մեղադրանքի արդյունքում խափանվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավը եւ փաստացի Մայր Հայաստանի լիդերը, որը մեծ հեղինակություններ Երևան քաղաքում թույլ չտվեց, որ ինքը փաստացի տրամաբանական ավարտին հասցնի ընտրական process-ը, որի արդյունքը նաև այս ինչ որ մենք տեսնում ենք, այսինքն բայց մենակ Մայր Հայաստանի մասին չի խոսքը։ Արեգնազն էլ անցավ, չէ, Արեգնազն եւ ուզում ասեմ որ բայց մենակ մեզ չի վերաբերում, այլ ուրիշ գործիչների վերաբերում։ Տեսեք թե ինչ կատարվեց հոգեվորականների նկատմամբ, ուժեղ Հայաստանի նկատմամբ, մյուս քաղաքական գործի վերջերս էլ Աբետիկ Չալաբյանին կանոնավորեցին, Արմեն Աշոտյանը մի քանի ուրիշ կանոնավորեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս ամեն ինչը մենակ մի անձին չի վերաբերվում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մեկ նավակի մեջ։ Մեկ նավակի մեջ ենք գտնվում։ Եթե մենք մտածենք իրար բսկթենք իրար կռվենք, իրար տակից խփենք, ասենք որ չէ իմ կուսակցություն ավելի լավն է կամ մյուսը վատն է, մենք հասցնելու ենք այս երկիրը շատ ծանր վիճակի մեջ եւ մարդկային մակարդակով թե եւ պետության մակարդակով։ Համախմբել եւ գտնել ելքը, դա է։ Համախմբել եւ անկեղծ եւ ազնվորեն գտնել ելքը, չասել որ ես եմ ուժեղ եմ, արի ինձ միավորի բան, ես քանի որ sense կանեմ դու փոքր ես բան ես, այդ մտածողությունը արդեն անցյալ դարի մտածողությունն է, այդ մտածողությամբ ոչ միայն հաջողության չես հասնում, այլ երկիրն ես հասցնում ծանր վիճակի մեջ։ Շնորհակալ թեմայից դուրս մի երկու հարց էլ, հա, եթե խնդիր չէ։ Երեք Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր Հայաստանում։ Փաշինյանը նշեց, որ դա շատ կարևոր պատմական այց է Հայաստան։ Ինչով է սա կարևոր Հայաստանի համար, ինչ կտա նրա այցը առհասարակ Հայաստանին, բացի այն, որ բավականին մեծ գումար են։ Անկեղծ ասեցի, մենք ուզում ենք Ուկրաինայի փորձը կիրառել նաև Հայաստանի վրա։ Հիմա Ուկրաինայի փորձը մեր ժողովուրդը տեսնում է թե ինչ է կատարվում։ Ուրեմն 2014 թվականին Ուկրաինայում կատարվեց Թավշյա հեղափոխություն, Թավշյա չէ, ներողություն, արյունոտ հեղափոխություն, Մայդանը կատարվեց, որի արդյունքում այսօր Ուկրաինան պատերազմական վիճակի մեջ, հա, տարբեր գնահատականներով միլիոնից ավել մարդ զոհվել է, վիրավորվել է, անհայտ կորած է, գերի ընկած։ Տնտեսություն, որը այդպես Ուկրաինայում գոյություն չունի, պատերազմի վերջը չի երևում, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Հիմա Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ իր այդ թիմակիցները իրանք նույնիսկ չեն թաքցնում, ասում են, որ մենք ուկրաինական արյունով փորձում ենք լուծել Ռուսաստանին պարտություն մատնելու խնդիրը։ Հիմա հայ ժողովուրդը պատրաստ է հայ ժողովրդի արյունով այդ նույն խնդիրը մանավանդ ինքը մարդը անկեղծ է ասում։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը ինքը անկեղծ ասում է, որ հիմա մենք կիրառելու ենք Հայաստանում Ուկրաինայի փորձը։ Հիմա հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմի մեջ մտնել, սկզբից տնտեսական, հետո իրական պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Եթե պատրաստ է, ուրեմն ես ուրիշ բան չունեմ ասում, նշանակում է ժողովրդին ոչ ոք չի կարող փրկի։ Մենք մի անգամ եղել ենք տես վիճակի մեջ 1915 թվականին, երկրորդ անգամ հայտնվեցինք Արցախի հետ կապված 20-23 թվականներին, հիմա երրորդ անգամ մենք պետք է Հայաստանը մտցնենք այդ բանի մեջ։ Ի վերջո բոլորս պետք է սթափվենք։ Մենք ուզում ենք դառնալ երկրորդ Ուկրաինա։ Տեսեք հարևան Վրաստանը, որը շատ ավելի առաջ էր իր ինտեգրացիոն process-ի մեջ ԵՄ-ի հետ։ Ինքը փաստացի Իրան թույլ չեն տալիս, որ ինքը ԵՄ-ի գործընթացի մեջ մասնակցի։ Իրան ասում են մեզ հետաքրքիր չէ, որ դուք ԵՄ-ին միանաք։ Մեզ հետաքրքիր է, որ դուք միանաք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այսինքն մեզ ձեր ԵՄ անդամ դառնալը հետաքրքիր չի, մեզ հետաքրքիր չի դա։ Մեզ հետաքրքիր է, որ դուք Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ սկսեք։ Պատերազմը հետագայում դառնում է արդեն ուրիշ պատերազմ։ Մարդիկ հրաժարվեցին։ Վրացիները, որոնք ավելի եվրոպական կողմնորոշում ունեն հայ ժողովուրդը, իրանց քաղաքական վերնապավը այնքան պետական գիտակցություն ունեցավ, որ ինքը հրաժարվեց, որպեսզի պատերազմի մեջ չմտցնի իր երկիրը։ Հիմա Հայաստանը, որ ավելի քիչ ռեսուրսներ ունի Ռուսաստանից տարանջատվելու կամ Վրաստանը, որտեղ Վրաստանը ուներ բնական դաշնակիցների դեմս Թուրքիա եւ Ադրբեջանի, որոնք անկեղծորեն օգնեցին, որ ինքը կարողանա հաղթարի տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամերը։ Եվ ինքը ունի ծով եւ ինքը ունի ուղիղ կապ եվրոպական երկրների հետ։ Մենք այդ ամենը չունենք, մենք չունենք բնական դաշնակիցների դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ ճիշտ հակառակը հարց են տալիս այս ցանկացած քաղաքացուն։ Մենք ունենք այդպիսի ռեսուրս դիմակայելու եւ պատերազմ հայտարարել Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը ասում է թե դու փաստացի ուզում ես ֆոն դեր Լայենի բանակի մեջ մտնես համայնքի։ Նշանակում է դու ես պատերազմ ես հայտարարում, մենք մաքսիմում կարանք քեզ կտրենք մեր տնտեսական եւ սոցիալական կապերը, դու գնացեք ինչ ուզում եք արեք։ Հայաստանի պաշտոնական տվյալներով 35%-ը շրջանառության Ռուսաստանի հետ է $7.6 միլիարդ։
իսկ ոչ պաշտոնական մինչև 60%-ն է, հասկանում եք, իշտա մինչև 12 միլիարդ դոլար, էս է իրականությունը։ Հիմա Հայաստանը պատրաստ է, կարող է գոյատևի այդ համակարգերը կտրելու, երբ որ Ֆոնդերլայնը ասում է 450 միլիոնից շուկա ունենք մենք, ինքը խափում է եւ չի ասում, որ մենք 450 միլիոն շուկան ինչքան ռեսուրս կարա ընկալի Հայաստանի կողմից 2.5 միլիարդ է Հայաստանի շրջանառությունը Եվրոմիության հետ, ընդամենը 400 քանի միլիոն դոլար է մեր էքսպորտը ընդեղ։ Հիմա հարց, մենք կարանք մինչև 3 միլիարդանոց էքսպորտ ունենանք, իհարկե, որտեղ սա խափեություն է։ Հայ ժողովուրդը կարող է հայտնվի մի այնպիսի ծանր վիճակի մեջ, որտեղ մենք հիշենք, վերգենք նաև մեր անցյալ տարի 90-ական թվականները, շատերը դա մասին մոռացել են, բայց մենք որ հայտնվում ենք դրա մեջ, մենք մենակ տնտեսական ճգնաժամով չենք բանալի դուրս գա, մենք կառաջանալու նաև անվտանգային լրջագույն խնդիրներ, սա է խնդիրը։